Արամ Խաչատրյանին ու Արշիլ Գորկուն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ճանաչում է համաշխարհային մշակույթին բերած նրանց ավանդի շնորհիվ։ Հայաստանի մշակութային կապը Եվրոպայի հետ ավելի սերտ ու հնագույն է, քան թվում է, նկատում է Բարոզուն։ Ձեռագրերի ազգային պահոցում Մատենադարանում պատմության վկայագրերին ծանոթանալուց հետո Եվրամիության հանձնաժողովի նախագահը հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, դասախոսների եւ ուսանողների հետ։ Բարոզուն վստահ է, որ այժմ Հայաստանի հարուստ պատմության նոր էջն է գրվում։ Հայաստանի պատմության ընթացքում եղել են դժվար պահեր, իսկ այժմ ձեր պատմությունը գտնվում է մեկ այլ էպիկական ճանապարհորդության փուլում։ Բարեփոխումները երբեք դյուրին չեն լինում, բայց դրանց հաջողման համար անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կամքը, այլև հասարակության լայն շերտերի աջակցությունը։ Բարեփոխումների գործընթացը նկարագրելով Բարոզուն նշեց, այն պետք է մղվի պետության ներսից եւ պատկանի հասարակությանը։ Քաղաքացիական հասարակությունը որպես բարեփոխումների պաշտպան փոխանցում է հասարակական կարծիքը եւ կենտրոնացնում աջակցությունը, եւ որպես կառավարության առաջընթացը վերահսկող մարմին, այն կոչ է անում հաշվետու լինել, երբ նպատակները կամ ակնկալվող չափանիշները բավարար չեն։ Քաղաքացիական հասարակությունը նաև պետք է խորհրդատվությամբ օժանդակի կառավարությանն ու հանրությանը, որպեսզի բարեփոխումները համապատասխանեն իրավունքների չափանիշներին։ Անդրադառնալով առաջիկա ընտրություններին Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, ժողովրդավարական գործընթացների հիմնաքարը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններն են։ 2 ամիս հետո Հայաստանը կապացուցի, թե որքանով է Եվրամիության արժեքների կրող։ Արդյունքի դեպքում Հայաստանը կօգտվի եվրոպական փիլիսոփայությունից, ավելին ավելիի դիմաց։ Պարզ ասած, որքան շատ բարեփոխումներ իրականացնեք, այնքան ավելի շատ Եվրամիությունը կկարողանա աջակցել ձեզ, եւ խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ։ Բարոզուն նշեց, Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, քանի որ նրա հետ հարաբերությունների հիմքում ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը։ Սոլինե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։